Գագիկ Ծառուկյանը քաղաքական թիմի ներկայացուցիչների հետ Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատանն է, կարեկցելու բարեկամ պետությանն ու ժողովրդին։ Սփոփանքի խոսքերը Գագիկ Ծառուկյանը նախ դեսպանին է փոխանցում կարճատև զրույցի ընթացքում։ Անչափ շնորհակալ եմ ձեր ցավակցական խոսքի համար։ Մենք բարեկամներ ենք, հարևաններ ենք, պետք է պինդ լինենք, մեկս մյուսի կողքին պետք է լինենք։ Միշտ միմյանց կողքին կլինենք։ Մենք ուժեղ ենք եւ ամուր կանգնած ենք։ Ուժեղ ենք միասին։ Շնորհակալություն, համեցեք։ Իրանի գերագույն հոգևոր առաջնորդի եւ ռազմաքաղաքական ղեկավարության մահը մեծ ցավ է ոչ միայն Իսլամական Հանրապետության համար։ Դեսպանատանը բացված սքոմատյանում Գագիկ Ծառուկյանը գրել է, որ դժվարին այս պահին իր ցավակցությունն ու զորակցությունն է հայտնել բոլոր զոհերի ընտանիքներին ու հարազատներին։ Նա վստահ է, որ Իրանի ժողովուրդը հաղթահարելու է այս բարդ փուլը եւ շարունակելու իր զարգացման ճանապարհը։ Արտակարգ եւ լիազոր դեսպան Արա Այվազյանն էլ գրառման մեջ նշել է, որ այս կորուստը մեծ հետևանքներ ունի ոչ միայն Իրանի, այլև ամբողջ տարածաշրջանի համար։ Հայաստանի ժողովուրդը մեծ վշտովի բացավ Իսլամական Հանրապետության գերագույն առաջնորդի եւ բազմաթիվ մարդկանց նահատակության մասին։ Իրանը միշտ եղել է մեր պատմական լավ հարևան եւ բարեկամ եւ անշուշտ ցանկացած վիշտ մենք սրտանց կիսում ենք։ Իրանը մեր նորանկախ պատմության ընթացքում միշտ ունեցել է կայունացնող պետության դերակատարությունը եւ Ալի Խամենեի դերակատարությունը այստեղ նպաստը շատ մեծ է եղել, մենք դա չենք կարող մոռանալ։ Այն արհավիրքը, որը այսօր տեղի ունենում Իրանում, ինքը անմիջապես Հայաստանին էլ է հարվածում, որովհետեւ Իրանի անվտանգությունը Հայաստանի եւ առհասարակ Հարավային Կովկասի անբաժանելի այդպես անվտանգային ճարտարապետության չմասի մասն է, ինքը հենց անմիջապես ֆունդամենտն է այդ ամենի։ Իրանի դեսպանատուն այցելած դիվանագետներն ու քաղաքական գործիչները հույս ունեն, որ բարեկամ երկիրը կհաղթահարի այս փորձությունը։ Իզաբելլա Հովհաննիսյան, Ալեքսանդր Կիրոյան, Սիմիկ Մայիլյան, Էպիկենտրոն։